Իսկ դու արդեն որոշել ես, թե որ երկրներ պիտի այցելես 2025 թվականին։ Եթե դու էլ ես հոգնել օրեր շարունակ հարցումների անպատասխան մնալուց, դիմիր Travel with N տուրիստական գործակալություն, սպասեցնել չեն տա, անմիջապես կստանաս լավագույն առաջարկները, տուրփաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցների լայն ընտրանի, էքսկուրսիաներ, սոցփաթեթի սպասարկում եւ ամենակարևորը՝ 24/7 ձևաչափով բարեհամբույր սպասարկում։ Travel with N 095 89 20 48 Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները, այս բան եզրուցում քաղաքագետ Երվանդ Բոզյանն է, շնորհակալ եմ պարոն Բոզյան մեր հավերն ընդունելու համար։ Իշխանությունները մայիսի 9-ից սկսված, այսպես շատ կոնկրետ արշավ են սկսել հայրենական մեծ պատերազմի մեր ընկալումների դեմ, այսինքն այն ընկալումները, որ մինչև այսօր կան, եւ փաստորեն այդ ընկալումների դեմ պայքարը նաեւ լկտիության ինչ-որ սահմաններ չի ճանաչում։ Հասանք նրան, որ պարզվեց, այ որ նացիստական, ֆաշիստական Գերմանիան հաղթեր, մեծ Հայաստան էր ստեղծվելու եւ փաստորեն մեր պապերը, հա, մեր հայրենակիցները 100,000-ներով տապալել են այդ ծրագիրը մեծ Հայաստանի ստեղծման, հաղթելով Գերմանիային, ռուսական խորհրդային բանակի կազմում։ Բնական է, որ սրանք լուրջ պնդումներ չեն, բայց ինչու է սա արվում հիմա, հատկապես մենք օրինակ տեղեկություններ ենք ստացել, որ այս ամենը արվել է Նիկոլ Փաշինյանի հրահանգով եւ ինքը անգամ չի էլ սпасել Մոսկվայից վերադառնալուն, հենց այնտեղից իր քարոզչական այս մեքենային հրահանգել է այս թեմաները կուլտիվացնել, տարածել ժողովրդի մեջ եւ լայն մասաների հասցնել, խնդրեմ։ Տեսեք, ես չէի քննարկել ընդհանրապես այս թեման, որտեղ ամբողջ աշխարհը այսօր քննարկում է Ստամբուլում կայանալիք այդ հանդիպումը Պուտինը, Զելենսկի եւ հավանական նաեւ Տրամփ եւ ամբողջ աշխարհն է քննարկում ռուսական մամուլը, թուրքական մամուլը, ամերիկյան մամուլը, եվրոպական մամուլը, տարածաշրջանի բոլոր մամուլը բացի Հայաստանից, փաստորեն Հայաստանում օրակարգ փաստորեն բացակայության պայմաններում մարդիկ փորձում են ինչ-որ արհեստական օրակարգ հիմնավորեն եւ այդտեղ օգնություն է գալիս Նիկոլ Փաշինյանը։ Ինչի է գալիս Նիկոլ Փաշինյանը։ Եթե քննարկեինք երկրորդ համաշխարհային պատերազմում, այսպես ասած Հայաստանի տեղն ու դերը, ապա ես կարծում եմ, որ այդ քննարկումները կլիներ մինչև մայիսի 9-ը։ Սովորաբար քննարկում են այդ խնդիրները մինչև այսպես ասած մայիսի 9-ի տոնը, այլ ոչ թե տոնից հետո։ Ես ենթադրում եմ, որ երբ որ Նիկոլ Փաշինյանը այց կատարեց Մոսկվա մայիսի 9-ի հետ կապված, նույն օրը ռուսական լրատվամիջոցները մի արտահոս կարեցին, որ իր պապը փաստացի գերի էր ընկել պատերազմի ժամանակ։ Ռուսական մամուլը գրել է դա։ Ռուսական մամուլը, հա։ Որտեղ 20 թվականին դա մենք ենք բացահայտել։ Ռուսական մամուլը ինֆորմացիա գցեց, որ իր պապը փաստացի գերի էր ընկել եւ գերի ընկնելուց հետո պատերազմի մեջ էր հայտնվել խորհրդային միության դեմ, ինչը բնականաբար ենթադրում եմ, որ դուրս չի եկել Փաշինյանին, որտեղ եթե հրավիրող կողմը հրավիրում է իրեն եւ միաժամանակ այդպիսի արտահոսք է անում, մենք Փաշինյանին շատ լավ ճանաչում ենք, իր հոգեվիճակ, հոգեբանական, ինչպես որ ինքը բռնվեց ազգային ժողովում, հիշում եք, որ ընդդիմադիր պատգամները, որ խոսեցին կոռուպցիայից եւ ծեծից նոր-նորքի թաղապետարանում, Նիկոլ Փաշինյանը ինքս բռնկվեց եւ սկսեց պատասխան տալ։ Հիմա իմ կարծիքով այդ նույն բանը կատարվեց այստեղ, այսինքն երբ որ տեսա, որ այդ արտահոսքը եղավ իր պապու հետ կապված, ինքը փաստացի փորձում է հիմա պատասխանել Ռուսաստանին, այսինքն այս արշավի գլխավոր նպատակը դա էր, որտեղ անտրամաբանական էր, որ հենց այս օրերին կանչել մարդկանց եւ հիմնավորել, թե այդ երկրորդ համաշխարհային պատերազմը ինչքանով էր լավ հայ ժողովրդի համար եւ այլն, սա ճիշտ ասած կստեմնելի վեճ է, մի կողմ թողնենք, թե այդ օպերացիաները եղել են թե չեն եղել, որովհետև մենք բոլորս էլ հասկանում ենք պատերազմների ժամանակ նացիստական Գերմանիան տարբեր տիպի օպերացիաներ է կազմակերպում։ Հայերի համար մեծ Հայաստան, ադրբեջանցիների համար մեծ Ադրբեջան, թուրքերի համար մեծ պանթուրքիստական շրջանակներ, ռուսների համար առանց կոմունիզմի Ռուսաստան եւ այլն, ուկրաինացիների համար մեծ Ուկրաինա եւ այլն։ Իսկ ուզում ասեմ, որ գերմանական գենշտաբը ընդհանրապես այդ այն ժողովուրդների համար, ովքեր որ ուզում էր օգտագործել իր համար, ամենամեկի համար մի նոր միֆեր էր սարքում, դա անում էր։ Բոլորն էլ հասկանում են, որ դրանք միֆեր էին, կեղծ միֆեր էին,
ըստ էության գերմանական քարոզչական մեքենան Գեբելսի գլխավորությամբ շատ լավ էր աշխատում, ինքը կատերալ մեքենա էր եւ մեծ հաշվով ինքը նպատակ ուներ բոլոր ժողովուրդներին մաքսիմալ կոնսոլիդացնել իր կողքը եւ այն տեսակետը, որ Գերմանիան պայքարում էր բոլոր ժողովուրդների դեմ, դա խաբկանք է, որովհետեւ գերմանական ռոպագանդան կարողացել էր իր կողքը կոնսոլիդացնել շատ երկրներ, օրինակ Բուլղարիային, Անտոնեսկոյի գլխավորությամբ Ռումինիային, Խորցի գլխավորությամբ Հունգարիային, Ավստրիան արդեն գլխավոր էր, Մուսոլինիի գլխավորությամբ Իտալիան, թեև Իսպանիան չեզոք դիրքորոշում ուներ, բայց գեներալ Ֆրանկոյի գլխավորությամբ Իսպանիան քողարկված աջակցում էր Գերմանիային եւ այսպես շարունակ, այսինքն նույնիսկ Ֆրանսիան գրավելով Վիշի գլխավորությամբ Ֆրանսիան ըստ էության դարձել էր Բնական է Հիտլերի պարտությունից հետո է վերաբերմունքը միանշանակ դարձել։ Այսինքն sense ասեմ դες այդ պատերազմը մեծ հաշվով պատերազմը նաեւ քարոզչական պատերազմ էր, այդ քարոզչական պատերազմի մեջ բազմաթիվ բաներ են օգտագործում, հիմա ստեղ այդ նացիստական Գերմանիայի առանձին դետալներ բերել քննարկել, դա արհեստական խնդիր էր, այդ արհեստական խնդիրը ես նույնպես եմ կրկնում, միակ նպատակը դա այն էր, որ պարզապես Փաշինյանը պատասխանեց ռուսներին, որտեղ ռուսները այդպեսի արտահոսք տվեցին, սա է խնդիրը, բայց ես կարծում եմ, որ մեր օրակարգը դա պետք է չլինի, որտեղ մենք շատ ավելի լուրջ անվտանգային օրակարգեր ունենք, որը մենք չենք քննարկում եւ փաստացի Փաշինյանի կողմից գծված ցանկացած խնդիր միանգամից դառնում է քննարկման, որտեղ մենք դատարկության մեջ ենք, վակուումի մեջ ենք մեր քաղաքական դաշտը, ցավոք սրտի եմ ասում, եւ այդ վակուումի մեջ արհեստական չի կարող չքննարկվել, Չէ, բարձր չի կարող չքննարկել, բայց երբ որ այդ ցանկությունը, որ կա ձեր մոտ, որը վատ ցանկություն չի, բայց ինքը անբնական ցանկություն է։ Նիկոլ Փաշինյանը իշխանության է, Նիկոլ Փաշինյանը Հայաստանի վարչապետի պաշտոնն է զբաղեցնում եւ Նիկոլ Փաշինյանը տիրապետում է Հայաստանի մեդիա տարածության մեծամասնության, այսինքն ինչ թեմա էլ ուզեն կգցեն, բայց հակադրություն գոնե պիտի լինի դրա հետ։ Ճիշտ ես ասում, եթե մենք ունենայինք հասուն քաղաքական վերնախավ, ինքը թելադրել քաղաքական օրակարգը, այդ օրակարգը իրական օրակարգեր կար։ Օրինակ Ստամբուլում այդ համաձայնությունը Զելենսկի-Պուտին ինչ հետևանքներ կարող ունենա։ Հիմա ամբողջ թուրքական մամուլը դա է քննարկում, թե Թուրքիան կարողանա ինչ որ բան օգտվի դրանից։ Եվ տարբեր վարկանիշներ են, վերսաներ են քննարկում, որտեղ դուք գիտեք, որ Սիրիայի խնդիր կա, Ադրբեջանն է փորձում ակտիվ ներգրավել այդ process-ների մեջ, բայց ինչ են ուզում ներգրավել։ Ադրբեջանը չի թաքցնում, որ ասում է, որ եթե մենք կարողանանք այս հարցում ուժեղացնենք, Սիրիան հարցնենք, միանգամից տարածաշրջանի խնդիրները կբացվեն։ Հիմա եկեք գանք դրան։ Հիմա տեսեք, Ստամբուլում սպասվում են ռուս-ուկրաինական բանակցություններ, երեք Պեսկովը հայտարարել է, որ նրանք պիտի լինեն առանց նախապայմանների, թեև իմ տպավորությամբ նախապայման թելադրողը պիտի Ռուսաստանը լիներ, որովհետև ինքը ավելի լավ դիրքերում էր։ Ես չգիտեմ Պեսկովը ինչի է դա հայտարարում, բայց այնուամենայնիվ Ուկրաինան էլ չի զիջում, այսինքն բանակցային բանով։ Հիմա ֆրանսիացիները, Ֆրանսիայի արտգործնախարարը կոչ է արել Պուտինին գնալ Ստամբուլ, ուղիղ հանդիպել Զելենսկու հետ, բայց մենք հասկանում ենք, չէ՞, Պուտինի ուղիղ հանդիպումը Զելենսկու հետ դա հոգեբանական առումով ճնշելու է ռուսական բանակին։ Տեսեք, ես որովհետև Զելենսկին նախ ոչ մեկ է հիմա Ուկրաինայում, սահմանադրությամբ այդ պաշտոնը վաղուց ժամկետ է անցել, երկրորդը ինքը օրենսդրական կարգավորում ունի, որով արգելում է ինքն իրեն Պուտինի հետ բանակցել։ Ես մի հատ ճշտում անեմ, դուք նշեցիք, որ Ֆրանսիայի արտգործնախարարը կոչ արեց Պուտինին, չէ՞։ Դուք այդքան էլ ճիշտ չեք ասում, որովհետև Պուտինն է առաջարկել առանց նախապայմանների ուղիղ բանակցել Զելենսկու հետ։ Դա Պուտինի առաջարկն էր։ Իր դեմքով բանակցել, իր դեմքով, ոչ իր դեմքով, հենց Պուտինն է առաջարկել։ Տեսեք ինչի եմ դա ասում։ Ընդհանուր առմամբ խաղաղության խոսույթը ժամանակից աշխարհում ամենապոպուլար խոսույթն է։ Այսինքն բոլորը ասում են խաղաղության մասին, բայց գնում է պատերազմ։ Այսինքն խաղաղությունը որպես գաղափար ամենապոպուլարն է ցանկացած ժողովրդի մեջ։ Եվ Ռուսաստանն է խոսում խաղաղության մասին, Ուկրաինան է խոսում խաղաղության մասին, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ խաղաղություն ասելով իրանք տարբեր խաղաղություններ են հասկանում։ Օրինակ, եվրոպական քարյակը, Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան եւ Լեհաստանը հանդիպելով Կիևում կոչ արեցին 30 օր դադար տալ ռազմական գործողություններին, որպես իրանք չէին ասում Պուտինը Զելենսկի հետ հանդիպ, ասում 30 օրվա դադար տալ։ Պուտինը մինչև այդ ասում էր, որ 3 օրյա դադար եմ առաջարկում, իսկ 30 օրյա դադարի մասին կարանք խոսենք հետագայի համար։ Բայց ինչի էին դա առաջարկում նման բան։ Ուզում էին առաջարկեն, որպեսզի ցույց տային, որ ռուսական կողմը դեստրուկտիվ է, մերժում է խաղաղությունը, վարկաբեկային Ռուսաստանի դիրքորոշումը եւ փորձեին ճնշել դրանով միջազգային հանրության վրա, որպեսզի Տրամպն էլ ստիպված անցնել իրենց կողմը։ Սա իրենց նպատակն էր։
Եթե Ռուսաստանը մերժեր այդ 30-ամյա դադարը, ապա կստացվեր, որ ինքը ըստ էության մերժում է խաղաղությունը եւ մեծ հաշվով վատ վիճակի մեջ է հայտնվում եւ չեզոք երկրները Չինաստանը, Հնդկաստանը, Տրամպը իրենք ստիպված պետք է որոշակի ինչ-որ բացասական դիրքորոշում ցույց տալ Ռուսաստանի նկատմամբ։ Դա ինչ հայց Ռուսաստանը Պուտինը ես գրեթե կասկած չունեմ, որ կուլիսային բանակցությունների մեջ գտնվելով Տրամպի հետ որոշում կայացրեց, որ իր խաղաղությանն, այսպես ասած, պատասխան առաջարկով հանդես գալ։ Ինքը հայտարարեց, որ ես ոչ թե 30-օրյա դադար եմ առաջարկում, ես ասում եմ, եկեք մայիսի 15-ին ուղիղ բանակցենք Զելենսկու հետ, ուղիղ բանակցենք։ Հասկացա՞մ ինչ է նշանակում։ Ինքն առաջարկե Պուտինը ուղիղ բանակցելու։ Թեև բոլորի համար շոկ էր, որտեվ ռուսական կողմի համար Զելենսկիի հետ բանակցելը դա շատ ցնցումային էլեմենտ է, որտեղ Զելենսկին համարվում էր խիստ բացասական կերպար, ավելի Զելենսկին էլ համարվում էր, որ ինքը չի կարող բանակցել, որտեղ այնտեղ օրենսդրական ինչ-որ նախաձեռնությամբ արդեն որոշում կար, որ ինքը չի կարող բանակցել ռուսական կողմի հետ եւ այլն եւ այլն։ Կոնկրետ Պուտինի հետ չի կարող։ Կոնկրետ Պուտինի հետ, հա։ Հիմա Պուտինի այդ առաջարկը, Պուտինը առաջարկն արեց, որ եթե ուկրաինական կողմը մերժի, ապա կստացի, որ Պուտինն էլ է առաջարկում խաղաղության առանց բաների, բայց իրենք մերժում են։ Եվ Տրամպը շատ հետաքրքիր ձևով ինքը աջակցեց Պուտինին, այսինքն ինքը ասաց, որ ես կողմ եմ, որ այդ բանակցությունները գնա։ Հիմա քանի որ եվրոպացիները շոկի մեջ հայտնվեցին, իրանք ասում են հետեւյալը, որ բայց գիտեք ինչ, բանակցել պատերազմական գործողությունները շարունակելով, դա նշանակում է, որ ատրճանակը դնել ճակատ բանի գլխին եւ բանակցել տանել այդ ճանապարհով, հա, այսինքն մի քիչ անտրամաբանական է, որ դու բանակցում ես եւ միաժամանակ ռազմական գործողություններ են գնում, չէ՞։ Բայց ռուսական կողմը մերժեց այդ մոդելը, ասես որ չէ, ես ասում եմ ռազմական գործողությունները կդադարեն այն ժամանակ, երբ որ ես հասկանամ Զելենսկին իրականում ինքը ուզում է խաղաղություն, թե ոչ, որտեղ ես կասկածում եմ Զելենսկու վրա։ Այսինքն առաջացել է մի կազուս, երբ որ մինչև մայիսի 15-ը ռազմական գործողությունները գնում են, իսկ մայիսի 15-ին բանակցելու պահի կդադարեն ռազմական գործողությունները, թե ոչ, պարզ չի։ Եվ այդ իմաստով եվրոպական երկրները կոչ էին անում Պուտինին մինչև մայիսի 15-ը դադարեցնել ռազմական գործողությունները, որը մերժում է Ռուսաստանը, որտեղ եվրոպական երկրների դիրքորոշումը շատ դեստրուկտիվ բնույթ էր կրում այդ իմաստով։ Հիմա բոլորի համար գաղտնիքը հետևյալի մեջ է։ Մայիսի 15-ին այնուամենայնիվ Զելենսկին կգնա Ստամբուլ, թե չի գնա։ Այդ խնդիրը բոլորին հետաքրքիր է։ Եվ Զելենսկին հայտարարել է, որ անկախ ամենից ինքը գնալու է, որպեսզի ըստ էության ցույց տա, որ ինքը ցանկացած պահի պատրաստ է Պուտինի եւ Տրամպի ծրագրի մեջ տեղավորվել, միայն թե իրեն չմեղադրել, որ ինքը ուզում է շարունակել պատերազմը։ Սա է ինտրիգ է։ Հիմա տեսեք, ինչի Թուրքիայում, ինչի Ստամբուլում, շատ կարևոր խնդիր է։ Պարզվեց, որ Ստամբուլի դիրքը ոչ միայն Էրդողանի ցանկությունն է եղել, նաև Պուտինն ու Տրամպն են որոշում կայացրել, հենց Ստամբուլում լինի այդ բանակցային process-ը։ Ինչու՞։ Որովհետև եվրոպական երկրները տեսնելով, որ Տրամպը կամաց ուզում է դուրս բերել ամերիկյան զինուժը Եվրոպայից, փուլային տարբերակ է, ընդհանրապես Միացյալ Նահանգների հանրային կարծիքը այն է, որ ինքը չի ուզում մեծ պատերազմների մեջ մտնի, իսկ Միացյալ Նահանգները առաջին եւ երկրորդ համաշխարհային պատերազմում մտել են պատերազմի մեջ այնքանով, որքանով, դուք գիտեք, իհարկե ինքը վերջում ասում է, մենք ենք հաղթում, բայց բում պատերազմի ժամանակ բոլորն էլ հասկանում են, որ ընդամենը 300-400 հազար մարդ է զոհվել Միացյալ Նահանգներում երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, իսկ առաջին համաշխարհային պատերազմը մտավ այն ժամանակ, երբ որ արդեն համարը ավարտվում էր առաջին համաշխարհային պատերազմը։ Հիմա ամերիկացիները սովորաբար չեն սիրում ոչ մի պատերազմի մեջ ակտիվ մտնել, բայց վերջում ուզում են, որ հաղթանակի բաները ստանան։ Հիմա դրա համար Տրամպը ասում է, ես կամաց հետ եմ քաշվելու։ Եվրոպական երկրները տեսնելով, որ ռուսական վտանգ կա իրենց համար, իրանք շոկի մեջ են, պանիկայի մեջ են, խուճապ է իրենց մոտ, եւ նույնիսկ կարծիք կա, որ իրենց Միացյալ Նահանգների տեղը պետք է լինի Թուրքիան, այսինքն թուրքական զինուժը, քանի որ երկրորդն է համարվում եվրոպական տարածաշրջանում, ասում են Թուրքիային պետք է ներքաշենք այդ process-ի մեջ։ Բայց Թուրքիան Էրդողանը իր տեսակով իրենց համար շատ խորտ գործիչ է, որտեղ Էրդողանը գլոբալիստ չէ այդ իմաստով եւ եթե դուք հիշում եք վերջին ժամանակներս փորձ եղավ այդ Իմամօղլուի այդ պատմությունով քաղաքական ցնցումներով հեղափոխություն իրականացնել եւ փոխել իշխանությունը, որպեսզի այնտեղ իշխանության գա ժողովրդական հանրապետական կուսակցությունը։ Եթե դուք նկատեցիք այդ ընդդիմությանը դրական չարձագանքեց ոչ Ռուսաստանը, ոչ Տրամպի վարչակազմը։ Նույնիսկ Մասկը իր X-ում մաքսիմալ սահմանափակում էր ընդդիմության քայլերը եւ այլն եւ այլն։ Այսինքն, որպեսզի կարողանան
Թուրքիային կանգնեցնել, որպեսզի Թուրքիան ինտեգրվի Եվրոպայի հետ, եւ միթե ինչ որ իմաստով նաեւ աջակցեն Էրդողանին, Պուտինն ու Տրամպը որոշեցին կարտ բլանշ տալ Էրդողանին, որպեսզի հենց Էրդողանը կարողանա այդ բանակցությունները անցկացնել։ Հիմա Էրդողանը ստացել է այդ կարտ բլանշը, Էրդողանը իր հերթին խնդրում է Ռուսաստանից եւ Միացյալ Նահանգներից իրեն նաեւ քաղաքական դիվիդենտներ տալ տարածաշրջանում, որպեսզի իր իշխանությունը ամրապնդվի, որպեսզի գլոբալիստները չվերցնեն իրենց իշխանությունը, որպեսզի այդ գլոբալիստները եվրոպական գլոբալիստների գործընկերներն են։ Եթե դուք նկատում եք, արդեն քրդական բամբարական կուսակցությունն է փաստացի զինաթափվում։ Եթե դուք նկատում եք Սիրիայի հարցում արդեն Միացյալ Նահանգները արդեն ավելի շատ Թուրքիայի կողմն են անցնում, քան Իսրայելի։ Եթե դուք նկատեք մեծ հաշվով արդեն Էրդողանը կարողանում է Պուտինից եւ Տրամպից ստանալ այդ կարտ բլանշները։ Ադրբեջանն է փորձում այդ process-ի մեջ մտնել։ Ադրբեջանը ասում է, որ եթե մենք Սիրիայի հարցը լուծենք, հաջորդ հարցը պետք է տարածաշրջանում մեր խնդիրները փորձենք լուծել, հասկանում եք։ Հիմա սրանք շատ լուրջ խնդիրներ են, որոնք Հայաստանի անկախությունը շատ լուրջ են առնչվում, բայց այս խնդիրները մեր քաղաքական դաշտում ընդհանրապես չի քննարկվում, հասկանում եք։ Պատկերացրեք, եթե նոր նորքի ծեծի չլներ, вообще ոչ մի բան չէր քննարկվելու։ Քաղաքական դաշտը դատարկ վիճակի մեջ է, գաղափարական զուրկ վիճակի մեջ է։ Եվ այդ գաղափարազուրկ վիճակի մեջ տեսեք ինչ է իդեպ այդ ծեծի հետ կապված ասեմ, մի շատ վրդոված եմ այն իմաստով, որ տեսեք նոր նորքի թաղապետի հետ կապված այդ ծեծը, որ եղավ, բոլորս հասկացանք, որ դա փաստացի ինչ կատարվեց, այսինքն փաստացի այդ բանդան, որը կոչվում է կուսակցություն եւ որը կոալիցիայի մեջ է մտել քաղաքացիական պայմանագրի հետ, ինքը շանտաժներով փորձում է իր դիրքերը պահել, որպեսզի շարունակի իր թալանը եւ այդ ծեծը հենց այդ կոնտեքստի մեջ էր, բայց բոլորը շատերը չնկատեցին, որ հաջորդ օրերի ընթացքում Մայր Հայաստանի անդամի տան մոտ մեքենան վառեցին։ Մեքենայի վառելը դա փաստորեն պատկերացեք, եթե հանգարց նախ գիշերը, նախ ընտանիքի վրա դա հարձակում պետք է գնահատենք, բայց ցավոք սրտի ի տարբերություն նոր նորքի ծեծի, այդ մեքենայի վառելը մեծ արձագանք չստացավ քաղաքական դաշտում։ Տեսեք, նույնիսկ քննչական կոմիտեի ներկայացուցիչները, դատախազության ներկայացուցիչները պարլամենտում կային, բայց ընդդիմության ներկայացուցիչները ոչ մի խոսք չխոսեցին այդ մեքենայի վառելու նկատմամբ, որը ճիշտ ասած ինձ որդովեցնում է, որովհետև գիտեք, ես մի բան ասեմ ձեզ, էլի, անկախ ամեն ինչից սա լուրջ քաղաքական ակցիա էր, սա անձնական խնդիր չէր։ Ստեփան բանը Գևորգ Ստեփանյանը ինքը անձնական որևէ խնդրեմ ոչ մեկի չի ունեցել եւ մեքենայի վառելը ես կարծում եմ որ այդ իմաստով շատ ավելի մեծ արձագանք պետք է լիներ քան նոր նորքի թաղապետարանի մեծ ծեծը, որովհետեւ ի տարբերություն նոր նորքի թաղապետարանի ծեծի այստեղ հարձակում է եղել իր ընտանիքի վրա, ինձ տան վրա, դուք հասկանում եք դա ինչ է նշանակում, այսինքն դա ամբողջական խաղի կանոնի փոփոխություն է, որտեղ երբ որ քպականները ասում են որ մենք ամեն ինչ կարող ենք հասկանալ, բայց կարմիր գիծը մեր համար ընտանիք մտնելն է, ես համաձայն եմ այդ գնահատականի հետ։ Հիմա ընտանիք են մտել Մայր Հայաստանի անդամի եւ ոչ մի արձագանք չկա նաեւ ընդդիմության կողմից։ Սա իմ համար ցույց է տալիս թե ընդդիմության քաղաքացիական եւ քաղաքական գիտակցության կներեք ոչ հասուն մակարդակը եւ այս պատճառով է նաեւ որ մենք դատարկության մեջ ենք որտեղ դրա պատճառով է որ արհեստական թեմաներ ենք գցում impeachment, չգիտեմ, այդ երկրորդ համաշխարհային պատերազմի խնդիրներ, բան, դրանք սա արհեստական խնդիրներ են, որոնք մտնում են, որտեղ դատարկություն է դաշտում։ Երբ որ դատարկություն է դաշտում, երբ որ ընդդիմությունը խոսույթ չունի, խոսք չունի, իդեա չունի, թե ինչի մասին պետք է խոսեն, որտեղ ոչ մեկ չի ուզում գիրք կարդալ, խոսք կարդալ, անալիզ անել, մտածել, օրակարգ ձևավորել, այդ ամեն ինչը քանի որ չկա, սոցիալական օրակարգ չկա, գոյություն չունի, այդ ամեն ինչը որ չկա, մարդիկ փորձում են եղածի վրա միանգամից լինել։ Եթե այդ նույնից եմ ասում, դրա համար այդ նոր նորքի թաղապետարանի ծեծը ակտուալ դառավ շատ մեծ աղմուկ եղավ։ Դրա արդյունքում էլ երկրորդ համաշխարհային պատերազմը մեծ աղմուկ եղավ։ Իհարկե դրանք սաղ դատապարտելի բաներ են, որովհետև մեծ հաշվով այդ նարատիվները որ մտցվում են, դա փորձ է արվում մեր հասարակության մեջ նոր բաժանար գծեր սարքել։ Այսինքն այս մարդիկ երբևիցե ոչ մի կոնսոլիդացիայի էլեմենտ չեն կարող ունենալ, այս մարդիկ պետություն չեն կարող սարքել, սրանք շատ հեռու են պետությունից, պետականությունից, այս մարդկանց սև-սպիտակային մտածողությունը, սև-սպիտակի բաժանելը իրենց կյանքի կենսակերպն է, այս մարդիկ հաստատվում են ատելությամբ, հաստատվում են ինչ-որ մարդկանց թույն թարախ թափելով, այս մարդկանց մոտ էդ է, իրանց ինքնահաստատման խնդիրը դա է, իրանք այդ կյանքով են ապրել, այդ կյանքով են եկել իշխանության, այդ կյանքով էլ հեռանալու են իշխանությունից։ Այս խնդիրը, բայց որպեսզի այդ մարդկանց մենք կարողանանք հեռացնենք, ոչ միայն անձերի հեռացնենք, այլ մթնոլորտը փոխենք։ Մենք պետք է մթնոլորտը փոխենք նաև նոր օրակարգեր առաջարկելով,
նոր հանրային, սոցիալական, մարդկային, ազգային օրակարգեր առաջարկելով եւ այդ ազգային առաջարկելով տանել, որպեսզի հասարակությունն էլ հասկանա, թե ում ինչով պետք է փոխենք։ Այսա շատ կարևոր խնդիր է։ Հիմա ինչ փոփոխություններ կարող են լինել ամսի 15-ից հետո։ Ենթադրենք դա արագ պայմանավորվածություններ կարող են լինել։ Տեսեք, ես չեմ կարող ասել։ Ես նույնիսկ չեմ կարող ասել այդ հանդիպումը կլինի թե չի լինի, որտեղ շատ ամբողջ աշխարհը գուշակում է հիմա, որտեղ շատ հետաքրքիր իրավիճակ է, որտեղ մի կողմից եվրոպական երկրները ասում են մի գնա, եթե պատերազմը շարունակվում է, մի գնա Ստամբուլ, եթե պատերազմը շարունակվում է, հասկանում եք, եւ պահանջում են, որպեսզի ռուսական կողմը դադարեցնի մինչեւ մայիսի 15 ռազմական գործողությունները, ռուսական կողմը ցույց է տալիս, որ ինքը թքած ունի եվրոպական լիդերների վրա, ինքը շարունակում է ռազմական գործողությունները եւ ասում է, որ մինչեւ բանակցային process-ի մենք չտեսնենք առաջ խաղացում, մենք պատերազմը չենք կանգնեցնի։ Այսինքն այս ինտրիգը շատ հետաքրքիր ինտրիգ է, որը օրերի ընթացքում կլուծվի։ Հիմա ըստեղ հուշակել, անալիզ անել, բանալ շատ բարդ է, որտեղ նախ պետք է մենք հասկանանք հանդիպումը կայանա թե չի կայանա։ Երկրորդ, հետեւ հանդիպումը կայացավ։ Ինչ արդյունք կլինի այդ հանդիպումից։ Կարող է մինիմալ արդյունք լինի, մաքսիմալ արդյունք լինի, միջին արդյունք լինի։ Տեսեք, Տրամպը հայտարարում է, որ եթե ինքը հակնարկում է, որ եթե ես տեսնեմ արդյունք, անմիջապես կգնամ Ստամբուլ, որպեսզի ես էլ այդ դափներից ինչ-որ բան ակնկալեմ։ Ավելին կարող ասեմ, Զելենսկին էլ այն փոքր երեխայի պես հայտարարում է, Եվ ընդ որում Տրամպը այսօրին տարածաշրջանում է լինելու։ Արաբական երկրի, այսինքն Տրամպի Ստամբուլ հայտնվելը շատ արագ կարող է։ Այո, տեսեք, ինքը ունի բանա, ինքը հանդիպում արաբական երկրների այց է, բայց Իսրայել չի գնալու։ Շատ հետաքրքիր դետալ ասեմ ձեզ։ Արաբական երկրների այց է, բայց Իսրայելում ինքը չի լինելու։ Այսինքն Իսրայելը ինքը որոշակի ֆունդամենտալ խնդիրներ ունի։ Եվ Գազայի հետ կապված, եւ Իրանի հետ կապված, եւ արաբական երկրների հետ փոխհարաբերությունների հետ Բայց կապված։ այդտեղ նաև նույնիսկ Թուրքիայի հետ չգնալը կարծես զուտ տնտեսական բաներ ունի։ Տրամպը հայտարարեց, որ իր մերձավոր արևելյան այս այցը ավելի շատ բիզնեսի նպատակ ունի, աշխարհաքաղաքական հարցերը երկրորդ պլան են մղվում, շատ ուղիղ հայտարարել, բայց այստեղ ուրիշ ավելի կարևոր դրվագ կա։ Մարդը կոնկրետ փող է աշխատում իր երկրի համար։ Այցը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Սաուդյան Արաբիայի թագաժառանգը հրավիրել էր Տրամպին, հա, իշխանը հրավիրել էր Տրամպին Սաուդյան Արաբիա, Տրամպը ասաց, ես մի պարագայում կգամ այդտեղ, եթե 1 տրիլիոնի չափ ներդրում անեք Միացյալ Նահանգների տնտեսության մեջ։ Բայց 1 տրիլիոն չկա նախ եւ առաջ, երկրորդ Հայտարարվեց 600 միլիարդ, հիմա բայց Արաբական Միացյալ Էմիրություններն են միացել այդ ամեն Քաթարը եւ 1 տրիլիոնով ինքը վերադառնալու է Միացյալ Նահանգներ։ Կոնկրետ այս պահին Տրամպը գալիս է մերձավոր արևելք ամերիկյան տնտեսության համար 1 տրիլիոն դոլար ներդրում տանելու։ տեսեք, ես Իսրայելից ինչ պիտի տաներ, մենակ խնդիրներ։ Ես համաձայն չեմ ձեր հետ, որտեղ ցանկացած այց բացի տնտեսականից նաև ունի ընդգծված քաղաքական եւ աշխարհաքաղաքական բաղադրիչ։ Չի կարող Միացյալ Նահանգների նախագահի այցը բացառապես մենակ տնտեսական բաղադրիչ։ Եթե գնար Իսրայելը, ող այդ մի տրիլիոնը չլիներ։ Չէ, դա կապ չունի, դա բացարձակապես մեկը մյուսի հետ կապ չունի։ Սա sense ձևա։ Ավելին կարող եմ ասեմ, դա բոլորը արձանագրել են, որտեղ իր այցը չգնալ Իսրայել, դա բոլոր ամերիկյան փորձագետներն ու դիտորդները արձանագրում են հետեւյալը, որ ըստ էության ինքը փորձում է մեսեջ ուղարկել, որ Իսրայելը պետքա թույլատնի իր ամբիցիաները Գազայի վերաբերյալ, իր ամբիցիաները Իրանի վերաբերյալ, իր ամբիցիաները Սիրիայի վերաբերյալ։ Այսինքն սա միանշանակ մեսեջ է։ Ինչի, որտեղ Տրամպը շատ լավ հասկանում է, որ իրան մեծ պատերազմներ շահավետ չի։ Միացյալ Նահանգների էկոնոմիկան այն վիճակի մեջ չի, որ ինքը կարողանա ակտիվ մեծ պատերազմների մեջ մտնել։ Ինքը ճիշտ հակառակը փորձում է մաքսիմալ վերացնել այն պոտենցիալ պատերազմներն ու կոնֆլիկտները, որ կան։ Ինքը այդ, այսպես ասած, հարկերի այդ բաների պատերազմը, որ սկսեց տնտեսական, դա զուտ տակտիկա էր, որպեսզի կարողանա բոլորի հետ փորձի բանակցել։ Հիմա ինքը տես բանակցում է Չինաստանի հետ, նորից վերադարձում են հին մոտարապես հին պայմաններին։ Այսինքն Տրամպի համար գլխավոր խնդիրը, որպեսզի մեծ պատերազմների մեջ չմտնի։ Իսկ Իսրայելը դուք գիտեք, որ ինքը ունի խնդրեմ Իրանի հետ, ինքը փորձում է Իրանի խնդիրը արմատապես լուծի, որը մերժում է Միացյալ Նահանգները, նույնիսկ Տրամպի պարագայում շատերը մտածում են, որ Տրամպը որ գար հարցը կլուծի։ Ինքը ունի խնդրեմ Թուրքիայի հետ Սիրիայի հարցում։ Այստեղ էլ փաստացի Միացյալ Նահանգներն ասում են, որ եթե Սիրիան միանա Աբրահամական համաձայնագրերին, ապա դա պետք է երաշխիք լինի Իսրայելի համար, ու Իսրայելը պետք է վտանգներ չտեսնի արդեն։ Այսինքն սա խնդիրներ են։ Եվ այս իմաստով, եթե Տրամպին հաջողվի, ես հիպոթետիկ բան եմ ասում, Իրանի հետ ստրատեգիական համաձայնության գա,
ապա ես կարծում եմ, որ դա շատ մեծ դրական ազդակ կարող է լինել մեր համար։ Եվ թուրքական փորձագետները նշում են, որ նույնիսկ այսպիսի ձևակերպում կար թուրքական թերթերից մեկը, եթե Աստված չանի հանգարց Միացյալ Նահանգները Իրանի հետ ստրատեգիական համաձայնագիր գան, ապա տարածաշրջանում կարող է առաջանա այսպես ասած թուրքական դատարկություն, այդպես էլ ձևակերպում են աշխարհագրական իմաստով թուրքական դատարկություն, Թուրքիայի դերն ու նշանակությունը էապես կարող է նվազեն Միացյալ Նահանգների համար։ Սա շատ հետաքրքիր կլինի նաև մեր համար։ Եվ ճիշտ հակառակը, եթե Իրանի հետ համաձայնագիր չգա Միացյալ Նահանգները, ապա շատ ծանր վիճակի մեջ կհայտնվենք մենք։ Այստեղ է խնդիրը, որ մենք պետք է կարողանանք այս սցենարները մեր համար մշակենք եւ հասկանանք, թե Հայաստանի տեղն ու դերը ինչպեսին պետք է լինի այս արագ փոխվող աշխարհակաղակական այս իրավիճակում։ Սա է Շատ լավ, շնորհակալ եմ պարոն Բոզյան, հետաքրքիր քննարկումների համար, դեռ կտեսնենք զարգացումները ինչ ուղղությամբ կգնան։ Ես շնորհում զրուցում եի քաղաքագետ Երվանդ Բոզյանի հետ, տեսություն կհանդիպենք։